Ադրբեջանը պատրաստվում է Սյունիքում ճեղքում իրականացնել։ Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ աստանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ադրբեջանը պատրաստվում է Սյունիքում ճեղքում իրականացնել, իսկ ՀՊԱ-ականները մարզերում մասնակցում են մանկապարտեզների բացմանը։ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները զբաղված են անձնական PR-ով։ Սկսել են 2026 թվականի ընտրություններին նախընտրական քարոզարշավը, իսկ Ադրբեջանը պատրաստվում է օկուպացնել Սյունիքն ու բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Հայաստանի Հանրապետությունը զորավարժություններ չի անցկացնում, ՔՊ-ն Սյունիքը չի վերածում ռազմական ամրոցի, որպեսզի ադրբեջանական զորքերը չկարողանան ճեղքում իրականացնել Սյունիքում։ ՀՊԱ-ականներն իրենց քայլերով դյուրացրել են Արցախի օկուպացիան, Արցախի հայաթափումը Ալիևի զորքերի համար։ Այժմ նույն սցենարն են իրականացնում նաև Սյունիքում։ Գործող իշխանությունները պատասխան կրակելու հրաման չեն տալիս, իսկ ադրբեջանական զորքերը շաբաթներ շարունակ կրակում են Սյունիքի սահմանամերձ գյուղերի վրա։ Պատասխան կրակ չբացելը ոչ թե խաղաղության դարաշրջան է բերելու, այլ պետականության կորուստ, ժողովրդի գաղթ ու բնաջնջում։ Ալիևը պատրաստում է Արցախ 2 օպերացիան իրականացնել Սյունիքում, օկուպացված Արցախի տարածքից, մերձարաքսյան շրջաններից եւ Նախիջևանից 2 ճակատով հարձակում իրականացնել Սյունիքի վրա, Զանգեզուրի միջանցքը բացելու նպատակով։ Այս պահին Ալիև-Էրդողան տանդեմին զսպում է Իրանը, սակայն ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ լայնածավալ հարձակման դեպքում իրանական զորքերն այլևս չեն կարողանալու պահել նաև Սյունիքի ճակատը։ Սյունիքը հայկական կմնա, եթե Երևանում ՔՊ-ն օր առաջ համաժողովրդական պայքարով հեռացվի իշխանությունից։